Թե չգիտեք, եղբայրներ, օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է։ Ամուսնացած կինն օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։ Ապա ուրեմն, քանի դեռ ամուսինը ողջ է, շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա, իսկ եթե ամուսինը մեռնի, ազատ է ամուսնական կապից, և եթե ուրիշ տղամարդու կին դառնա, շնացող չի համարվի։ Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրներ, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն նրան, ով մեռելների ցարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ Քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղսալի կրքերը, որ օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ, մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար։ Բայց հիմա ազատված ենք օրենքից, որովհետև մեռանք այն բանի հանդեպ, որի գերին էինք, որպեսզի ծառայենք հոգու նորոգությամբ և ոչ թե գրի հնությամբ։